Ես փաս։ Քնություններ հանձնել, եկեղեցի մտնել, հարսի շոր հագնել, մնում է հորքուրը 16 երեխա էլ ունեցեք նոր կամուսնանալ։ 7 երեխա։ Ես արդեն սենց չեմ կարա։ Ինչ ասեցիր։ 7 երեխա։ Մամաս է, տատիս էլ, հորքուրս էլ 7 երեխու կողմնակից են։ Բա որ 7 երեխու կողմնակից են, իրանցից ինչի ոչ մեկը 7 երեխա չի ունեցել։ Ճիշտ ես ասում, իրանց սխալը դուք ուղես։ Սոս մենք սենց չենք պայմանավորվել։ Ես չգիտեմ դու ինչով ես մտածում։ Լսի, ուզում էի ամուսնանալ, էս է պայմանը։ Դու հասկանում ես, որ եկեղեցի մտնելն ու հարսի շոր հագնելը դա լուրջ քայլ է։ Քեզ ոչ մի բանով չեմ կարող օգնել կներես։ Okay, չես կարող օգնել, ես հենց հիմա կգնամ ու հորքուրիդ կասեմ, որ մենք մենակ զաքսավորվում ենք, ուրիշ ոչ մի բան չի կարա լինի։ Մնում էր մի հատ էլ եկեղեցում հնազանդության սուտ երթում տայի ու վերջ։ Լսի, ինչի ես վախենում, որ կասես հնազանդեմ ու չես կարող հնազանդ լինես։ Ես ուզում եմ հասկանամ դու պատրաստ ես եկեղեցում սուտ տերեմ լինելու խոստում տաս։ Ես պատասխանատվությունից չեմ վախենում։ Սոս ես ուզում եմ հասկանամ։ Կարող է քո մոտ ինչ-որ բան ա փոխվել, որովհետև մենք սենց չենք պայմանավորվել։ Իմ մոտ ոչ մի բան չի փոխվել, բայց տատիկա, մամակա, հորքու։ Լսի, ես ուզում եմ հասկանամ, դու ամեն ինչ ասես հորքուրը սենց ասեց, մաման սենց ասեց, տատին սենց, պապան սենց, պապին սենց, դու ընդհանրապես տղամարդ ես, քո խոսքը արժեք ունի այս տան մեջ։ Լսի, կախարդ, ես չեմ պատրաստում իմ ընտանիքին քո համար դեմ գնամ։ Շատ լավ սոս, ուրեմն ես կասեմ ամեն ինչ, մնում էր մտնել եկեղեցի ու սուտ երթում տայի։